աշխատում։ Հա, իհարկե 8 տարի արդեն աշխատում եմ։ Սա ուղղակի, չգիտեմ, խոսքեր չեմ գտնում ամենը մեկնաբանելու համար։ Տեսնում եք ժողովրդի վիճակը։ Ասել եմ եւ նորից կկրկնեմ, նույնիսկ կոവിഡ്ի ժամանակ նոյ կոնյակի գործանը մի րոպե չի դադարել աշխատելուց։ Երբ որ ամբողջ հանրապետությունը կոլապսի մեջ էր, մենք աշխատում ենք։ Պարոն Ծառուկյանը թույլ չտվեց, որ իր աշխատողները այդ ժամանակ նույնիսկ նեղություն ունենան։ Հիմա եթե երկրում առողջապահական խնդիր չկա, պատերազմական վիճակ չկա, ես ուզում եմ հասկանալ, ինչի պիտի ժողովուրդը հարկադիր պարապորտի գնա։ Ով է այս ամենի պատասխանատվությունը կրելու։ Մարդիկ ունեն հազարավոր խնդիրներ, հարցեր, անձամբ ես անչափահաս երեխայի մայր եմ։ Եվ իմ երեխայի միակ խնամքը ինձ վրա է։ Ու ես ասեմ այստեղ ամեն մարդ յուրաքանչյուրն ունի իր խնդիրները։ Ինչի համար մենք պետք է այս ամենի պատասխանը տանք։ Այո, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, աշխատում ենք իր մոտ, գոհ ենք, շնորհակալ ենք, բնականաբար պիտի աջակցենք մեր գործատուին։ Բայց ուզում ենք հասկանանք, եթե կարելի է այդ ամենը անել անցնցում, որպեսզի ժողովուրդը չունենա այսպիսի խնդիրներ։ Մարդիկ աշխատեն, իրենց տան կարիքները հոգան։ Մենք որևէ մեկս քաղաքականության մեջ չկանք, չենք խառնվում, ցանկություններ չունենք։ Մենք պարոն Ծառուկյանին ճանաչում ենք որպես անհատ, որպես բարերար եւ գերազանց գործատու։ Մեզ դա բավական է այդքանը։ Այո, մենք հորդորում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, ինչու ոչ, այո, նաև խնդրում ենք մեր պարոն վարչապետին, որպեսզի վերանայի այս ամենը եւ այսքան ժողովրդին չթողի բախտի կմահաճույքին։ Ես միայն դա կարող եմ ասել, ուրիշ անկեղծ խոսքեր չեմ գտնում ասելու։ Ո՞վ է կրում պատասխանատվությունը։ Միանշանակ պետությունը, ով պիտի կրի այս ամենի պատասխանատվությունը։ Իհարկե, մեզ մեր գործատուն չի նստացրել տանը։ Մենք մեր գործատուի հետ խնդիր չունենք, սա պետական մակարդակով այս ամենը արվում։ Ուզում ենք հասկանանք ինչի համար։ Ինչով եք պայմանավորում, ինչի վրա։ Ես քաղաքական մեկնաբանություններ չեմ տա, ես երբևէ չեմ եղել քաղաքականության մեջ, չեմ էլ ուզում որևէ ինչ-որ ավելնորդ բան ասել, դա համապատասխան մարմինները, դա իրենց գործն է, թող իրենք զբաղվեն դրանով։ Մենք պարզապես այստեղ պահանջատեր ենք, այո, պահանջատեր ենք մեր աշխատանքի համար, բոլորը միահամուռ կերպով խնդրում են, պահանջում են, այո, հորդորում են, որպեսզի թույլ տան մեր աշխատանքը բնականon հունով գնա, մեր խնդրանքը պահանջը դա է։ Վայ, շատ են, երևի 700 հոգի կլինենք մենք։ Դուք հասկանում եք այդ բոլորի ընտանեկան հիմա եւ իրենց հոգեկան եւ ֆինանսական կարգավիճակները։ Մեկ շաբաթ է մենք այս վիճակում ենք եւ դեռ անորոշ է որքան սա կտևի։ Ես չգիտեմ, ասեք։ Մի հարց տա։ Ասեք, ես գոնե աշխատավարձեր հասցրել եք ստանալ այս։ Այո, աշխատավարձ հասցրել ենք ստանալ, որովհետև մեր աշխատավարձները երբեք խնդիր չի եղել, մենք ժամանակին կարողացել ենք ստանալ, բայց հիմա մեզ հետաքրքրում է արդեն այս աշխատած օրերին, ով պետք է վճարի մեզ։ Դա արդեն լուրջ խնդիր է մեր բոլորի համար։ Բոլորի, այստեղ տեսնում եք մարդիկ, ամեն մեկն ունի իր խնդրով է եկել։ Արդեն քանի օր է, 10 օր։ Ոչ, անցյալ 2 շաբթի օրվանից ուղիղ 1 շաբաթ է մենք այս վիճակում ենք, անորոշ, անհասկանալի, չենք հասկանում ինչ է կատարվում։ Եվ դեռ չգիտենք ինչ է լինելու։ Այ ամենացավալին դա է։ Քանի աշխատող։ Շատ են, երևի 700 հոգի կլինեն, էլ այդպես հստակ չեմ կարող ասել, բայց բավականին շատ են։ Հիմա խնդրում ենք, պահանջում ենք, այո, թող թույլ տան մենք աշխատենք, մնացած պետական մարմինները իրենց գործերին կատարեն, մենք դեմ չենք, մենք իրավասու չենք որևէ հարց լուծելու կամ ասելու, բայց սրան էլ ձև կա, սահման կա։ Այս ամենը պետք է ցիվիլ կուլտուրական ձևով արվի, ոչ պես պարզապես զմռսել եւ ժողովրդին թույլ չտալ, որպեսզի ներսեն։ Հետո իրադարձությունները շեշտ ուղղակի տենց եկան փակեցին։ Ես առավոտյան ժամը 7-ից կես եղել եմ գործարանի դիմաց, արդեն բազմությունը մարդիկ կային, ներս չէին թողնում, այո, իրավապահմանիները ներսում էին, թույլ չէին տալիս ներս մտնենք, մենք ժամեր շարունակ այստեղ կանգնեցինք։ Եվ հետո արդեն մեզ հայտարարեցին, որ պետք է գնանք, որտեղ անորոշ վիճակ է եւ ոչինչ տեղյակ չենք։ Ես չեմ կարող ոչինչ նման մեկնաբանություններ տալ, մեզ թույլ չեն տվել ներս մտնել եւ դա մեր մասով չի, ես ոչինչ տեղյակ չեմ անկեղծ ասած, որ որևէ բան դες կարողանամ մեկնաբանել կամ ասել։ Ես շշալցման արտադրամ ասում եմ։ Գայանե Իսպիրյան։ Շնորհակալություն։ Իհարկե կառաջանա, ո՞նց կարող է չառաջանալ։ Ամբողջ սպիրտ աներսում, դրա վտանգը։ Եթե մարդը
մի քիչ գիտակից լինի կհասկանա, որ սա արդեն իսկ պայթունավտանգ այս ամենը այսպես շոկ եղանակին թողնելը։ Ցիստերներ ունենք դրսում բոլորը լիցքավորված սպիրտով, ինչի մասին է խոսքը։ Մնացածն ես ասել եմ եւ նորից կրկնում եմ, թողնում եմ մեր կառավարության, մեր վարչապետի խղճին, այսքան մարդու այս անհասկանալի վիճակը, գործազրկությունը։ Մնացածը թող պետությունը, պարոն վարչապետը շատ միշտ ասում էր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դե ուրեմն թույլ տվեք, որ մենք հպարտ կարողանանք քայլենք մեր հանրապետությունում։ Մենք ոչինչ ձեզանից չենք ուզում, մենք միայն մեր աշխատանքն ենք ուզում, ուրիշ ոչինչ չենք ուզում։ Շնորհակալություն։